Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Ողջույն Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրը Նարա Գևորգյանն է, Դոկ կուսակցության падգամավորի թեկնածու, ինչպես նաև Պահեստազորի փոխգնդապետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Նարա ջան, քանի որ ԿԸՀ-ն մերժեց Վարդան Ղուկասյանի վարչապետ լինելու փաստը եւ առաջի համարից նրան հանեց, այս հարցին ինչպես եք վերաբերվում եւ ինչպես եք պատկերացնում հետագան։ Այո, ԿԸՀ-ն մերժեց, քանի որ պատճառաբանելով վերջի 4 տարում նա չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն նույնպես նույն կարծիքին ենք եւ մեր ցուցակով, մեր վարչապետի թեկնածուն համարվում է Վարդան Ղուկասյանը, անկախ նրանից նրանք հանեցին, թե չհանեցին։ Դա ոչ մի դեր չի խաղալու մեր հետագա քայլերի համար։ Ինչու քաղաքացին հենց պիտի ընտրի ձեզ, ձեր կուսակցությանը։ Ինչով եք դուք տարբերվում մնացած կուսակցություններից։ Նախ նշեմ, որ տարբերում ենք նրանով, որ մեծամասնությամբ կուսակցությունը համալրված է Պահեստազորի զինծառայողներով, որոնք արձակվել են երկարամյա ծառայություն ունենալով կամ ինչ-ինչ պատճառներով, ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառներով, որոնց արձակել են Պահեստազոր։ Եվ երևի թե այն կուսակցությունն ենք ներկայացնում, որ երբեք ժողովրդին չենք խաբել։ Նաև Վարդան Ղուկասյանը իր ելույթների մեջ եւ այլն, որ շաբաթը 3 անգամ ինքը խոսացել է արտերկրից, բոլոր թերություններն է ասել, այս իշխանության սխալներն է ներկայացրել, հանրությունը իրեն ճանաչում է, հանրությունը ճանաչում է, որ նա չի խաբի։ Եվ մեր ծրագրերն են նաև այլ տարբերվում մնացած կուսակցության ծրագրերից։ Ձեր ծրագրերի մեջ նաև կա Արցախ վերադարձի, ինչպես նաև արցախցիների վերադարձի մասին ծրագիր։ Ինչպես եք դուք պատկերացնում ընդհանրապես Արցախի վերադարձը։ Մեր ծրագրում այո կա Արցախի վերադարձի վերաբերյալ, ծրագրում կա նաև որ անցնեն կիսանախագահականի, որպեսզի սենց քաոս չտիրի երկրում, շատ դժվար է լինելու, բանակցությունների շնորհիվ է դա լինելու Արցախի վերադարձը եւ ես բազմիցս նշել եմ, որ հենց անցանք մտանք ազգային ժողով կուսակցությունը անցավ որպես падգամավորի թեկնածուներ անցանք եւ միանգամից չի լինելու Արցախի վերադարձը։ Դա շատ դժվար հարց է, բավականին ինքը լայնամասշտաբ նաև հարց է, որը քիչ-քիչ բանակցությունների շնորհիվ դա պետք է արվի, ժամանակի հարց է։ Նաև պարտադիր, որ պետք է անցնենք կիսանախագահականի եւ պարտադիր պետք է հզորացնենք մեր բանակը, մեր զինված ուժերը, պետք է հզորանան եւ պետք է կրկին համալրվեն զինվորականներով, անկամ նրանք, ովքեր որ արձակվել են Պահեստազոր, եւ առաջնակարգում, ինչպես մեր առաջնորդը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է ասում, պաշտպանության նախարարը պետք է լինի զինվորական, գիտելիքներ ունեցող եւ ինքը հենց զինվորական պետք է լինի։ Գլխավոր շտաբի պետը նույնպես պետք է լինի զինվորական ուղի ունեցող, ոչ թե ներկայիներից պես դավաճանը, ովքեր որ այսօր խոնարհվում են Թուրքի առջև, ովքեր օգնում են այս իշխանությանը, զինված ուժերի մասին եմ խոսում, որ քանդվի մեր բանակը, քանդել են արդեն, որ իստակ քանդեն մեր բանակը։
Տիկին Գևորգյան, օրերս տեսանյութ էր տարածվել, որտեղ որ կարծես թե մեղրիում էր Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում, այնտեղ պայմանագրային զինծառայողներից մեկը խոսում էր դիրքերի ոչ բարելավ վիճակի մասին, իսկ այդտեղ տեսանք եւ Սուրեն Պապիկյանին եւ Փաշինյանին, ովքեր ասում են զգաստ, Փաշինյանը ասում էր զգաստ կանգնի, այստեղ է վարչապետը, այստեղ է պաշտպանության նախարարը, սրա մասին ինչ կարող եք ասել։ Տեսել եմ, այո, այդ նկարահանումը տեսել եմ։ Անձը ընդամենը բարձրացնում էր այն հարցը, որ նաև քիչ են վարձատրվում եւ բարենպաստ չի պայմանները։ Ընդհանուր դրանից հետո գրառում էր արվել, ճիշտ ասած, չգիտեմ ում կողմից, գուցե նաև զինվորականի կողմից գրառում էր արվել, որ անգամ սնունդը պոստ բարձրացնելու սնունդը լավը չի։ Այդ անձը, այդ զինվորականը ընդամենը ուզեցավ այդ բողոքը բարձրացնի, բայց քանի որ իրանք այս ԿՊ-ները Ես միշտ ասել եմ, մի քիչ ոչ կոռեկտ բառ եմ ասում, աբիժնիկ են բանակից։ Դրա համար իրենց դուր չեկավ այդ հարցը, քանի որ բարձրացրեց, իսկ ում դեմ զգաստ կանգնես, ովքեր բանակում չեն ծառայել։ Ես քանի որ զինվորական եմ եղել, ես գիտեմ, որ զգաստ են կանգնում պաշտպանության նախարարը եւ զինվորականա, առավել եւս դիմացի երկրի ղեկավարը ինքը արդեն իսկ պետք է անդեղ չլիներ, ինչպես նաև պաշտպանության նախարարը, ով է տեսել պաշտպանության նախարարը, դռնեդուռ ընկնի, քարոզ արշավի գնա, մի հատ է սրտիկ դնի։ Դուք պատկերացնում եք զինված ուժերի ղեկավարը, այդ զորքը ինչ է սովորելու իրանից։ Հակ ու կապն ասեմ, իսկ իր փորինքը տեսավ, նաև շեշտեմ, որ ինչպես վարչապետն էր շեշտում մեր նախկին գեներալիցետին 3 մետրանոց, ինքը իր կադրին թող նայի, իր ուսուցչուհուն թող նայի, փորը առաջ ընկած, մնացածը չխոսեմ։ Եվ այո, իրենց դուր չեկավ, եւ ասեցին մի հատ զգաստ կանգնի, որպեսզի զգոնացնեն այդ անձին։ Զգոնացնելու փոխարեն մարդիկ այսօր դիրք ու սահման են պահում այդ բարձրադիրի վրա։ Գոնե դուք այդ մարդկանց տեղ տակ Ինչ եք ամ գնում եք սրտիկներ եք դնում։ Եվ եկեք տեսնենք ովքեր են իրենց դիմավորում երեխաները եւ մեծամասնությամբ թոշակառուները։ Ով են դիմավորում իրենց։ Բոլորին ստիպում են, որպեսզի դուրս գան, իրենց դիմավորեն, հանկարծ մեկը դուրս չգա, կամ դպրոցի տնօրեն կլինի, կամ ինչ որ մի որևիցե այդ գործարան կլինի, ինչ պետական ինչ որ ասենց կառույց կլինի, եթե հանգարց դուրս չկան, այդ մարդիկ կազատվեն աշխատանքից, բնորոշ իրանց գից։ Մեկը լայքում է ընդդիմադիրներին, ազատվում են պաշտոնից, իդեպ նույն համացանցում գծած էր, որ սահմանապահ զորքերից մի ենթասպա էին արձակել պայստազոր, ինչա եղբայրը ուժեղ Հայաստան, թե ինչ որ մի կուսակցության անդամ էր գրված։ Արձակում են պայստազոր, սա դեմոկրատիա է, սա դեմոկրատ երկրում ենք ապրում, ազատ երկրում ենք ապրում, ժողովրդավարական երկրում ենք ապրում։ Ինձ էլ են արձակել դրա համար, քանի որ ես ընդդիմադիր հայացքներ ունեմ։ Թուրքին չեմ ընդունում, այդ է իրանց ընդդիմադիրը, էդ է։ Իրանց պես չեմ ասում, որ ոնց որ Երեք Միրզոյանն էր, չէ, ականջին, վարչապետի ականջին ասում, որ թուրքերը սահմանը բացում են եւ այլն, ուրախացած, իրենց պես չեմ խոնարհվում Թուրքի առաջ, ինպես քանի զինվորականների արձակեցին պայստազոր։ Ով ուժեղ է, իրենք ումից վտանգ են տեսնում, ուժեղից, գիտակից վտանգ են տեսնում, տեղում ազատում են պաշտոնից, արձակում են պայստազոր, բոլոր ստրուկտուրաներում, ուժային բոլոր ստրուկտուրաներում այդ դիրքն է դրած իրենց կողմից։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Թվյաթերթիկ համար 15։
Տիկին Գևորգյան, երեկ Մովսես Հակոբյանը հարցազրույց է տվել 24 News-ին, որտեղ ասվում է մեջբերեմ. Քաղաքական մարդկանց մեկնաբանել մի տվեք, ես չեմ ուզում որևէ մեկի ապուշությունները մեկնաբանեմ, նախընտրական փուլ է, ամեն մեկը մի ապուշություն է դուրս տալիս, ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Ղարաբաղցիները միջև այս պատանդ են եղել եւ եթե Ղարաբաղը մերն էր, ապա ինչու դպրոցներ ու մանկապարտեզներ չեն կառուցվել։ Դուք ինչպես կմեկնաբանեք։ Մովսես Հակոբյանին իմ կարծիքն եմ հայտնում, իհարկե գուցե գեներալը, զինվորականը, բայց եթե ինքը լիներ իրականում արցախցի ծնունդով, ոնց որ ինքը կար ծննդով արցախցի եւ իրապես մի քանի գեներալներ չէին թողի, որ իրենց ծննդավայրը հանձնեին, չէին թողի, որ գոնե կպայքարեին 44-օրյա պատերազմից սկսած, հիմա թող մեծ չխոսա, ձենները տակ տեղից է գալի, ես մի անգամ անդրադարձել եմ, դու ավելավ նաև քո քրոջ տղային անդրադարձի, ախը քարտուղարին Գրիգորյան Արմենին անդրադարձի եւ ընդհանրապես թող ես իմ կարծիքն եմ ասում, ընդհանրապես ինքը ավելի լավ կլինի լռի, լուր նստի իր տեղում, քանզի ինքը չի խայտարակվում, իսկ այն որ 10 Ղարաբաղում չի եղել դպրոցներ, ով ասում, դպրոցներ է եղել, բարձրագույն ուսումնական այդ հաստատություններ են եղել, նաև սպորտային այդ օղակներն ամեն ինչ էլ եղել է, այդ դեպքում, եթե վարչապետը նման բան ասում, 18 թվականին, երբ ինքը ընտրվեց որպես վարչապետ, մայիսի 9-ին ինքը Լեռնային Ղարաբաղում կենտրոնական հրապարակում կանգնած բարձր ամբիոնից գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, նույն դեպքում 18 թվականից մինչեւ եթե չեմ սխալվում 22 թե 23 թվականը ինչու էր զորակոչանում Լեռնային Ղարաբաղ, Արցախ, խեր մեր զինվորներին զորակոչում այնտեղ։ Նույն հաջողությամբ իր տղան ուղարկեց ծառայության զորակոչվեց Լեռնային Ղարաբաղում էր տղան ծառայում, ինչա իր տղան էլ էր ագրեսոր էր, ինչ էին մեր այդ դեպքում երեխեքին ուղարկում այնտեղ, եթե այտենց էր։ Գնում էր Ղարաբաղ, այս Ձեդո Բաբոյի մոտ տիկնոջ հետ նկարվում էր, ասում էին Ղարաբաղ, Արցախը Հայաստանն է եւ վերջ ամեն ինչ անելու ենք, չի կարող պատահի Արցախը հանձնման մասին։ Ինքը միջև վարչապետ դառնալը խոսում էր։ Այդ ոնց դարձավ, հենց վարչապետ դարձավ, մոռացավ ասածները։ Վարչապետ դառնալու ժամանակ էլ էր խոսում, ուղղակի 2022 թվականին ինչպես պատահեց, որ Պրահայում որոշեց, որ միանձնյա որոշեց, որ Արցախը Ադրբեջանինն է։ Այո, միանձնյա, Ալիևը տենց ուզեց, ցանկացավ, իսկ իրանք խոնարհ ծառայեն իրենց դեմ, ուզեցավ տենց եւ ինքը միանձնյա որոշումը կայացրեց եւ ստորագրեց։ Եվ դարձավ, որ Շուշին դժգույն դժբախտ քաղաք էր, հիմա դարձավ, որ Արցախում դպրոցում անկապարտեզ չի եղել, երևի թե ասեմ եւ ընդեղի ճանապարհներն էին շատ լավ կառուցված, գուցե զորամասերը թերություններ ունենան եւ բայց մենք ընդեղ բավականին քանակով զորամասեր ունեինք, այդ ոնց դարձան սա ընդեղ ծառայողները ագրեսորներ դարձան, իր տղան էլ ագրեսոր, դուրս է գալ իր տղան էլ զորակոչվեց ընդեղ եւ ոչ միայն իր տղան, նաեւ այդ ժամանակահատվածում զորակոչվեց նախկին պաշտպանության Տոնյան Դավիթի տղան է, որդին է զորակոչվեց ընդեղ։ Այսօր դարձավ Ղարաբաղը դժգույն, նաև Շուշից բացի, նաև մենք Արցախ էլ չենք ունեցել, Ղարաբաղն էլ չենք ունեցել։ Եվ աղն է կարան ասել Երևանն էլ չենք ունեցել։ Սրանց ուզածը դա է, սրանք դրան են տանում։ Եթե սրանք մնացին, ես ասել եմ, կասեմ, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, եթե այս իշխանությունը մնաց 31 թվականին մենք ընտրելու ենք Թուրքի։ Տիկին Գևորգյան, նաև YouTube-ից հանվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը հիմնված էր իրական դրվագների վրա։ Սա ինչով է պայմանավորված ըստ ձեզ, սա էլ է քաղաքական որևէ բան ստանում։ Միանշանակ քաղաքական է, այո, ինքը շատ լավ ֆիլմ էր եւ ընդհուպ ասեմ, որ այդ ֆիլմում նկարահանվել են հատուկ նշանակության բրիգադի լավագույն սպաները, ասենց ասեմ, եւ շատ ցավով եմ ասում, որ երկու մեր ջոկատի հրամանատարը Բաբայան Կարեն, ինչպես մյուս Սիմոնյան Հովիկը զոհված են այսօր։ Զոհվեցին իրեն 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այո, այս իշխանությանը դուր չի գալի, քանի որ ընդեղ էլ է Արցախի հետ կապված այդ կռիվն է եւ ասեմ իրական դրվագներ են։
շատ լավ ֆիլմ էր եւ պրեմիերային Մհեր Մկրտչյանը մեզ հրավիրել էր հատուկ նշանակության բրիգադի անձնակազմին հրավիրել էր հուզվելու ֆիլմ էր իրականության հիմքերի վրա դրվագների վրա նկարահանված ֆիլմ սրանց դուր չի գալի ոնց են ասում ինչու միջև այսօր զոհվածների անազգանները չեն հրապարակում ինչի չեն հրապարակում քանակը զոհվածների դուք պատկերացնում եք բարձր ամբիոնից ազգային ժողովի ամբիոնից վարչապետը հայտարարում է +-50 դուք պատկերացնում եք այդ ինքը ինչ անում զոհվածի ծնողին դա ինչ ստրեսի է հասցնում Գերիների մասին չեն խոսում, անհետ կորած զինծառայողների մասին, ու իրանց քարոզ արշավին ծնողներից մեկը մոտեցավ։ Եթե չեմ սխալվում, գերեվարված էր որդին, ասեց այդ հարցով զբաղվում ենք, ինչքան եք զբաղվում։ Ինչ եք անում, որ զբաղվում եք։ Այս 6 տարի դուք զբաղվում եք, եւ երբ էր որ ասեց շատ քիչ մնաց մեր գերիներին 1 ամիս, թե 2 ամիս է թող տանջվեն, մենք կվերադարձնենք, դա դարձավ կոպիտ ասած ռուսի զավտրան։ Որ իրանք դեռ այսօր զբաղվում են այդ հարցով։ Իրենց դուր չի գալի, որ խոսում ես 44 օրյայից, խոսում ես սեպտեմբերյան պատերազմից, խոսում ես ցեղասպանությունից, այս թրքասերներին դա դուր չի գալիս, որովհետև դա Ալիևին դուր չի գալիս։ Տիկին Գևորգյան, իսկ դուք որպես պահեստազորի փոխգնդապետ, ինչպես եք վերաբերվում այն հարցին, որ բանակը դարձրել են 2 տարուց 1.5 տարի։ Ասեմ ձեզ, ծնողի համար շատ լավ է տարյուկեսը, բայց եկեք ծնողի աչքով չնայենք, որպես զինվորականի աչքով նայենք, լավ կլիներ այն դեպքում, երբ որ մենք զորքի քանակի խնդիր չունենայինք։ Նայեք, 25-ի ամռան զորակոչին գնում են տարյուկեսով են զորակոչվում զինվորականության։ Ձմռան զորակոչը գնում է 2 տարով եւ ծնողների բողոքը ես շատ ընդունեցի որ ծնողները բողոքում են որպեսզի սարքեն տարյուկես նույն ժամանակահատվածում զորակոչված ամառ ձմեռ զորակոչի տարբերությամբ զորակոչվում են զինվորականները արդեն ինքնստինքյան զորամասի ներսում է բարոյահոգեբանական վիճակի վրա էլ դա կազդի Երեխու գաղափարի վրա դա կազդի պիտի ասի դու ես տարյուկես ծառայեմ ես 2 տարի ծառայեմ Բացի դրանից երկու զորակոչ իրար հետա վերադառնալու արձակվելու է պայստազոր տարյուկեսն ու 2 տարին իրար հետ են արձակվելու պայստազոր դուրս եկա որ էլի զորքի խնդիր ենք ունենալու այն Պապիկյանը որ տենց ասում է մենք զորքի խնդիր չունենք այդ դեպքում ինչ ես վարժական հավաքներդ անում 25 օրյայով չէ որ իրանց ես ուղարկում այսպես ասած պոստերը պահելու Խես անում, եթե դու զորքի խնդիր չունես։ Նախընտրական շեմ էր, որպեսզի կարողանան, քանի որ իրանք տեսան, որ արդեն իրանց տոկոսայինը իջել է, իրանք ել են հավատքը չունեն այս ժողովրդի մոտ, արդեն չեն հավատում, ժողովրդը իրենց չի հավատում, բացի իրանց այդ զոմբի մասսայից ոչ մեկ չի հավատում իրենց, փորձեցին, որպեսզի սենց կարողանան հաճոյանան ծնողների աչքին տարյուկես անեն։ Հետաքրքիր է դա ինչքան կտևի այդ տարյուկեսի զորակոչը, ինչքան կարանք ամել, սենց արեցին, որ բանակը փակվի։ Զինված ուժեր չունենան, քանի որ նաև տանում են, որպեսզի սահմանապահ զորքերում ծառայեն մեր։ Իսկ եթե սահմանապահ այդ դեպքում դու դիրքը իրավունք չես ունենա ոչ մի մարտական գործողություն կատարես։ Տիկին Գևորգյան, նաև քանի որ մենք գտնվում ենք նախընտրական փուլում, ահազանգեր են ստացվում, որ տան տերերը տեղյակ չեն, որ իրենց տանը գրանցված են այլ մարդիկ, առանց տանտիրոջ թույլտվության Անձնագրայինը մարդկանց իրենց տան վրա գրանցում է։ Սա արդյոք խախտում չէ, վարչական ռեսուրսի օգտագործում չէ։ Ես կասեի սա ընտրակաշարք է։ Սա մի այլ ձևով ընտրակաշարք։ Պարտադիր չի գումար տաս ընտրակաշարք, համարես ընտրակաշարք։ Պարտադիր չի ինչ որ մեկին խոստում տաս ընտրակաշարք, սա էլ ընտրակաշարք։ Դու ձայն ես փախցնում, այո, մեր Էջմիածինի գրասենյակ էին դիմե քաղաքացին, գրասենյակ էր եկել, եթե չեմ սխալվում, Խաչատրյան Կարեն էին գրանցել իրենց տան վրա, իրենց ընտանիքը բաղկացած էր 4 հոգուց, եւ ամուսինը եկել էր, ասել էր, որ իմ տան վրա գնացել անձնագրային եւ տեսել է իր տան վրա գրանցված անց կա։ Դա նույնպես, քանի որ մեր ներքին գործերի նախարարը իր տեղում չի, ինչպես մնացած Այս ԿՊ-ից նշանակված նախարարների իրենց տեղում չեմ նույնն է
տիկին նախարար իր տեղում չի, իրենց հորդորով է, չէ՞ դա արվում, անձնագրայնում է ենթարկվում, անձնագրային բաժիններում են ենթարկվում, ներքին գործերի նախարարության է, իրենց հորդորով են, առանց իրենց հորդորի, իրենց ցուցումի, ով իրավունք կունենա անձին գրանցի առանց տանտերերի տեղյակ լինելու։ Եվ եթերից ելնելով կդիմեմ պատկան մարմիններին, իհարկե ես իմ նախկին հարցազրույցում դիմել եմ, կդիմեմ բոլոր, այսպես ասած, եւ ազգային անվտանգությանը, եւ ներքին գործերին, եւ ոստիկանության կդիմեմ, որպիսի ուշի ուշով հիմա հաղորդում եմ տալի Էջմիածինում հասցեն կոնկրետ չեմ հիշում, Խաչատրյան Կարեն անձնավորություններ, որը գրանցվել էր անձանց հասցեմ, թող իրեն գնան տեսնեն, իրենց Էջմիածինը մեծ այդքան է մեծ չի, իրենք կարող են անձնագրայինով ճշտեն, տեսնեն ինչ է կատարվում։ Եվ հետո կտեսնենք իրավապանների քայլեր եւ մենք էլ այդ ճանապարհով նաեւ ուշի ուշով կհետևենք իրենց մնացած քայլերին։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Գևորգյան, ձեզ մաղթում եմ լավ նախընտրական քարոզարշավներ։ Այո, ժողովրդին կոչ կանեն, որպիսի գան, ընտրեն դող կուսակցությանը, ընտրեն իրենց սիրված Վարդան Ղուկասյանին, կապ չունի նա ստեղ է, կրկնում եմ, թե ստեղ չի, գան իրենք ընտրեն եւ որպիսի ձայները չփոշիացնեն, անգամ եթե 15-ին չեք ընտրի կամ մեկ ուրիշ համարի, գնացեք ժողովուրդ ջան, գնացեք բոլորդ ընտրության, որպիսի այս իշխանությունը, այս տաբրը, որ փողոցով եկել է, էլ չվերարտադրվի երկրորդ անգամ, որպիսի այս ժողովուրդը կարողանա մի քիչ ազատ, նորմալ, բարեկեցիկ ապրուստ ունենա։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դող կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։